Բարի լույս, այսօր հոկտեմբերի 22-ն ենք եւ եկեք տեսնենք թե շուկան ինչա արել, ինչա սպասվում։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել հետեւյալը, որ մենք արդեն դասընթացները սկսել ենք, հենց որ եթե ձեզ հետաքրքրում է միանալ ու սովորել ես ամեն ինչը, որ ամենօրյա ռեժիմով ես անում եմ, ապա կարող եք լինկը բիոյում գտնել եւ գրանցվել 27000 ամսական գումարն է ու սկսեք սովորել, հասկանալ թե ոնց են անում, ինչ են անում ու ի վերջո ավելի լավ տրեյդեր դառնաք, եթե իհարկե ձեզ սա հետաքրքիր է։ Եվ մենք եկեք անցնենք մեր բուն թեմային, ուրեմն ինչ ունեինք։ Ունեինք այստեղ չոչ, եթե կհիշեք, օրականով եւ այլն, ել չանդրադառնանք, եկեք նաեւ դիտարկենք, որ այստեղ այս կետը այն կետնա, որը որ եկել է կպել է, մենք 3 նույնպես լիկվիդացիոն զոնաներն ենք դիտարկում, եթե կհիշեք ու խոսեցինք, որ 114-ի սահմաններում բավականին մեծ լիկվիդացիոն զոնա ունենք, այս rank, որ եկել սրբել է։ 3 բարձրացավ, այստեղ տեսեք ինչ մոմերով մտնելուն պես միանգամից իջավ։ Շատ լավ է, բայց նաև շատ վատ է այն բանով, որովհետև ես սպասում եմ մի փոքր ներքև։ Եթե անկեղծ շուկանիչներ, մի քիչ, մի $200, ոչ ավել, նոր մտնեինք ու այդ вообще իդեալական կլիներ, բայց ունենք այն ինչ ունենք, չմտավ ցավոք սրտի, լիկվիդացիոն զոնաներ ունենք, order block ունենք, ամեն ինչ ունենք, որ այս ներքևից մտնեինք, ոչ թե այստեղից։ Հենց որ շատ ափսոսում եմ երեկվա ուրեմն այս տեղի ունեցածը, բայց դե ափսոսանք, չափսոսանք, մեկը տեղի ունեցած է եղել է, հուսով եմ դուք կարողացել եք օգտվեք, որովհետև շատ ուժեղ մոմա դեպի վերև բարձրացել, ինչքան 5 քանի տոկոս մենակ բիտքոինն է բարձրացել մի պահի, հետո իջել է, որովհետև supply zone-ում ենք գտնվել, ոչ միայն supply zone, այլ նաև լիք այլ բաներ, եւ որից հետո միանգամից գգմփ ներքև։ Հիմա ինչ ենք անում, ինչ ենք սպասում։ Քանի որ այս ամենը շատ արագ տեղի ունեցավ, մոմ վերև, մոմ ներքև, մենք այստեղ ունենք order block, այսինքն մեծ order block, որը որ պրինցիպի բավականին ուժեղ order block է, կարելի ասել, քանի որ ինքը ջարդել է ահագին մակարդակներ, սա strong order block ենք մենք իրեն անվանում ու այստեղ մի փոքր վտանգավոր բան ունենք, որտեղ տեսեք այստեղ sense այս տրենդը քաշում ենք լավ է, այստեղ ինքը դեռևս անկայուն է, չեմ կարող միանշանակ ասել, որ շատ կայուն է, բայց համենայն դեպս այստեղ այս ներքևները, որ մաքրվել է այս կտորը, որ կա եւ այլն, այսօր էլ նույնպես կարծում եմ, որ ինքը շարունակելու է վերև բարձրանալ, բայց միգուցե որոշակի stop hunting-ներից հետո։ Միակ ռիսկը, որ տեսնում եմ այն է, որ քանի որ մենք օրական գրաֆիկայով մենք չոչ ունենք ի վերջո դեպի ներքև, կարա նենց լինի, որ այս sense, որ սա տեղի է ունեցել, ինքը ուղղորդի արդեն 100-101,000-ի սահմաններում, բայց կարաև ոչ մի բան էլ չանի, այս զոնան որպես protected low պահպանի ու եթե ամեն ինչ լավ ընթանա, կարաև այս հատվածը որպես market structure shift չոչ դիտարկվի եւ դիտարկվի որ նա ի վերջո ջարդի վերև ու շարունակենք արդեն եւս մի հատ էլ չոչ լինի, մի հատ չոչ այստեղ, մի հատ չոչ այստեղ, հիմնականում ես չեմ բացառում եմ փաստը, որ կարա իսկապես այս ամենը տեղի ունենա, քանի որ չենք մոռանում Ֆեդերալի ռեզերվի մեր իջեցումը տոկոսադրույքի վերաֆինանսավորման այս ամենն է ինչը որ պետքա ձեզ ասեի, խնդրում եմ որ ուշադիր լինեք, fake hike-երից հեռու մնաք եւ stop loss-եր միշտ օգտագործեք, որպեսզի 1,6 անձանց մեջ չմտնեք, որ լիկվիդացվել են։ Հենց որ կհանդիպենք հաջորդին, լավ եղեք,